Արագածոտնի մարզի ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչ 64-ամյա Հենզել Եղիազարյանը նախնիների մասին հուշերն ու պատմություններն ամփոփել է Վերածնության հրաշքը ներքին Բազմաբերդում գրքում։ Տեղ են գտել մեծերը ամբողջովին, որոնցից եւ ոչ մեկը այսօր չկա, չի մնացել։ 20-րդ դարի 20-ականներին Սասունի ու Մուշի 27 ընտանիքներ Անդոգ լեռան վրա թուրքերի դեմ վերջին մարտը տալուց հետո ստիպված են լինում թողնել բնակավայրերն ու Անդրանիկի զորքերի հետ գալ Արևելյան Հայաստան։ Այստեղ հիմնում են ներքին Բազմաբերդ գյուղը, որի կենտրոնում այժմ Վերեխոյանում մեծերին հավերժացնող հուշարձանը։ Իրենք են, որ էլի պայքարի միջոցով կարողացան ազատագրել, որտեղ այս լեռնալանջի գյուղերն բնակեցված է եղել նախկինում թուրքերով։ Հենզել Եղիազարյանի գրքում տեղ գտած բացառիկ նյութերը պատմագիտական մեծ արժեք են ներկայացնում ու լավ հիմք են կարևոր հետազոտությունների համար։ Նրանց ամեն մեկի պատմությունը առանձին տուն մտնելով, վերհանելով, խոսակցականով եւ նկարներով ներկայացնելը արդեն պատմական սկզբնաղբյուրի արժեք ունի։ Երակներում Սասունցու արյուն կրող Անի Մարգարյանը մեկ շնչով է ընթերցել գիրքն ու իր համար մեծ բացահայտում արել։ Հասնելով Սասնա Բարբարով Մգրեի, Կրպոյի, Աթամի խոսքերին ես խանդավառվեցի յուրօրինակ խանդով։ Անին երազանքով է սպասում այն օրվան, երբ Սասունի մասին ինչ հիմա ընթերցում է, կտեսնի ու իրենը կհամարի։